Նախատոնական օրերին, երբ առևտրի ծավալները զգալիորեն աճում են, ակտիվանում են նաև ալկոհոլային կեղծ խմիչքների վաճառքով զբաղվողները։ Այս համատեքստում ոստիկանությունն ուժեղացնում է վերահսկողական և կանխարգելիչ միջոցառումները նման իրավախախտումները բացահայտելու և կանխելու նպատակով։ Այդպիսի մի դեպք բացահայտեցին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով Շենգավիթի համայնքային ոստիկանների հետ։ Օպերատիվ տվյալն իրացնելիս դեկտեմբերի 23-ին ժամը 19-ի սահմաններում Մայրաքաղաքի Արագածի փողոցում ալկոհոլային կեղծ խմիչքների փոխադրման և իրացման կասկածանքով ձերբակալվեց Մայիսի 9-ի փողոցի բնակիչ 34-ամյա մի տղամարդ և իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեց Շենգավիթի բաժին։ Այստեղ նա մեքենայի բեռնախցիկից ներկայացրեց ալկոհոլային տարատեսակ կեղծ խմիչքների 90 շիշ։ Հետագա միջոցառումների արդյունքում Մայիսի 9-ի փողոցում գտնվող իր ավտոտնակից տղամարդը ներկայացրեց կեղծ խմիչքի ևս 413 շիշ։ Ըստ նախնական տվյալների դեկտեմբերի 22-ին նա 3 տարբեր մարդկանց 12-ական շիշ կեղծ խմիչքեր իրացրել Դավթաշենում, Հաղթանակ թաղամասում և Արշակունյաց պողոտայում։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հիշեցնենք, որ ալկոհոլային կեղծ խմիչքները կարող են լրջորեն վտանգել մարդկանց առողջությունը։ Իրավապահ մարմինները, այդ թվում ոստիկանությունը, շարունակում են ակտիվ և հետևողական պայքարը նման օրինախախտումների դեմ։ Հորդորում ենք մեր քաղաքացիներին ալկոհոլային խմիչքներ ձեռք բերել բացառապես օրինական գործունեություն ծավալող առևտրի կետերից։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։